Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի սկանդալային փոփոխությունից հետո ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ նախարարությունում։ Մենք շատ մանրամասն քննարկել ենք բոլոր հարցերը։ Հրապարակը գրել էր, որ Էդիտա Գզոյանի հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը։ Նախարարի հետ հանդիպմանը գիտնականները փորձել են պարզել, կարող են ազատ զբաղվել գիտական գործունեությամբ, թե պետք է շարժվեն Փաշինյանի ցուցումներով։ Ստակ իրենց ասել են, որ իրենք պետք է վերադառնան իրենց բնականon աշխատանքին, իրականացնեն այն հետազոտական գիտական գործունեությունը, թանգարանային նաև գործունեությունը, որը իրականացնում են։ Արդեն նախկին տնօրենին պաշտոնում վերականգնելու հարց կառավարության օրակարգում չկա, վստահեցրել է նախարարը, չնայած Էդիտա Գզոյանի հարկադիր հեռացումը մտահոգիչ են համարել հայ եւ օտարազգի 30 ցեղասպանագետներ։ Նրանք բաց նամակով կառավարությանն են դիմել, հորդորել զերծ մնալ ինստիտուտի ղեկավարմանը միջամտելուց եւ թույլատրել Գզոյանին շարունակել աշխատանքը առանց քաղաքական ճնշման։ Տնօրեն վերականգնելու հարց չկա։ Ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Գզոյանի պաշտոնից հեռացնելու թեման սպառված է համարում Ժաննա Անդրեասյանը Փաշինյանի խոստովանությունից հետո, թե հենց ինքն է ցուցում տվել թանգարան ինստիտուտի տնօրենին հեռանալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին ամերիկյան մամուլի արձագանքը հայերի դեմ ադրբեջանական ագրեսիային 1905-1921 թվականներին գիրքը նվիրելու պատճառով։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետև եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ, եւ այդ իրավիճակը ունեցել է իր հանգուցալուծումը։ Մամուլը գրում է, որ ցեղասպանության թանգարանի գիտաշխատողների ականջներին շշուկներ են հասել, որ ցեղասպանության թանգարան ինստիտուտի Արցախի բաժինը եւս փակվելու է։ Հրապարակի տեղեկությամբ երկուշաբթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մտահոգությանը հստակ պատասխան չի տրվել։ Նախարար Անդրեասյանը չի երգում, որ նման հարց քննարկվել է։ Իրենք տարբեր բնույթի հարցեր ունեին, հիմնականում կապված իրենց գիտական հետազոտական գործունեության հետ։ Նույնիսկ գիտահետազոտական գործունեությանը միջամտել սիրող Փաշինյանը ցուցում տվել է նաև Սփյուռքի հանձնակատարին, ոչ մի կերպ չասել Արցախ բառն ու կասեցնել Սփյուռքի գաղթօջախներում այնպիսի գործընթացները, որոնք ըստ Հայաստանի վարչապետի կարող են Ադրբեջանի հետ պատերազմ հրահարելու առիթներ տալ։ Ոչ չի տրվել, նման ցուցում չի եղել որևէ մակարդակով, որևէ կառույցի, որևէ անհատի Սփյուռքում, ավելին ասեմ, որ նման ցուցում չի տրվել նույնիսկ մեզ, օրինակ ինձ նման ցուցում չի եկել վարչապետից եւ վարչապետը իմ անմիջական ղեկավարն է։ Իսկ Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետրը թշնամուն հանձնած, նաև Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու անդառնալի հետևանքների համար Փաշինյանն ու նրա թիմը, այդ թվում Սինանյանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հետաքրքրվում են լրագրողները Սփյուռքի գործերի հանձնակատարից։ Փաշինյանի մեր իշխանության։ Հետո ինչ, այ քեզ բան։ Այ հետո ինչ, այսինքն Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։